Պարոն Քոչարյան, ձերբակալել են ձեր հորը եւ ձեր ավագ եղբորը, հիմա միջնորդություններ են ներկայացվելու կալանավորման առնչությամբ, ինչպես է գնահատում այս արագընթաց process-ը իրեն շուրջ եւ ինչ է կարծում հնարավոր է իրավական հանգուցալուծում այս քաղաքական process-ներում։ Տեսեք, իհարկե իրավական մասով ամեն ինչ արվելու է, գիտեք, փաստաբանները մնացած, այսինքն իրավական առումով ցույց ենք տալու այս անհետեցությունը, բայց այստեղ իրավական չի հարց, քաղաքական է։ Իսկին եթե հետապնդումը քաղաքական է, մոտիվացիան այդ մարդկանց հետևից գնալու քաղաքական է, իհարկե սա քաղաքական գործընթաց է այս ամեն ինչը։ Իրավական շղարշ են փորձում տալ, այսպես ժողովրդի աչքին ծակող ինչ-որ հայտարարություններ անել, բակը դատարկություն է, մի sense level ներքև իջնում ես, դատարկություն, ոչի բան չկա։ Իրար այսպես բերած, կպցրած, ինչ-որ իրանց ենթադրությունները որպես իրականություն ներկայացնելու հետ կապված նաև բաներ կա այդ հաղորդագրության մեջ, բայց process քաղաքական է, հանգուցալուծումն էլ ի վերջո քաղաքական առնելու։ Հիմա այս իրավական գործընթացի մեջ իհարկե այսպես թաքուբիր լինում են դատավորներ, ովքեր որոշակի այս արժանապատվությունը մասնագիտական ցուցաբերում են ու կարողանում են անկախ լինել, բայց սա այսպես լոտոյի պես բան է, էլի։ Մի հարց տամ, էլի դուք ձեր հայրիկի մասին որևէ տեղեկություն ունեք, հաշվի առնելով, որ նա հիվանդանոցում է։ Տեղեկություն չունեմ։ Եվ պատրաստվում եք, բայց գնալ նրա հետևից։ Դե իհարկե, հիմա պետք է հասկանամ, ուղղակի իմացա, որ այստեղ է, չուզեցա շատ սպասեցնել, բայց իսկապես չունեմ։ Որ վերջին շրջանում իրադարձություն է տարել։ Այո, սրտի հետ կապված կար խնդիր, մոտ 2 շաբաթ առաջ երևի, այդպես, հա, կարծում եմ, Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ ավելի քան 8 ժամ տևած խոզարկությունն ավարտեց Լևոն Քոչարյանի տանը։